Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Իշխանությունից դժգոհ մարդկանց հաղթանակ խոստացած Սամվել Կարապետյանն ինչ է անելու պարտությունից հետո։ Միլիարդատերը հաշտվելու է ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, թե այլ ծրագրեր ունի։ Դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ քայլը արագ կերացնի Փաշինյանին, այդ քայլով էլ գնալու ենք։ Նախնական արդյունքներով շուրջ 23% քվե ստացած ուժեղ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Եթե մերժեն, հետո էլ սահմանադրական դատարանում արդյունքները կվիճարկեն։ Եթե ինք այդքան վստահ որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում հայկական ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները, նորից ասեմ, ադրբեջանցիների համար։ Ամենաշատ քվեն ստացած իշխող ուժի շարքերից երկրորդ փուլի մասին ակնարկներ անգամ չկան։ Ավելին քաղաքացիական պայմանագրի առաջնորդը պնդում է, որ իրենց ստացած քվեները օրգանիկ են։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Ընդդիմադիրներից ամենաշատ քվե ստացած ուժի առաջնորդը հերքում է, որ ընտրակաշառք են բաժանել։ Իրավապահների հարուցած քրեական գործերը որակում է անհիմն ու ճնշում իր համախոհների նկատմամբ։ Կարծում է, որ այս ընտրություններում հաղթանակը ուրիշներինն է։ Այս ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները։ Ռուսներն են հաղթել։ Այո, պարտվել են հայ ժողովուրդը։ Փաշինյանի առաջնորդած ուժը չի ստացել այնքան քվե, որ ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ունենա։ Մինչդեռ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում էլ է շեշտել, սահմանադրական մեծամասնությունն ավելի կարևոր է, քան ուղղակի հաղթանակը։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիր, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Այս արդյունքներով ստացվում է, որ ազգային ժողովում ԿՊ-ն ընդդիմադիրների աջակցության կարիքը կունենա։ Եթե որոշեն մանդատները վերցնել, Կարապետյանը վստահ է, որ իրենց շարքերից չեն միանա իշխող ուժի նախաձեռնություններին, գաղտնի քվեարկությանը։ Այս խորհրդարանում օրինակներ կան, որ ընդդիմադիրները լքում են խմբակցությունն ու անկախ падգամավորի կարգավիճակում քվեարկում իշխանության նախագծերի օգտին։ Կարևորը падգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվի։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ Գործարար Կարապետյանը, որ քաղաքականություն մտնելու ու իշխանությանը հեռացնելու մասին հայտարարեց ազգային անվտանգության ծառայության նկուղից, խոստովանում է, իր սպասելիքները չիրականացան։ Ընտրություններին ակտիվ մասնակցություն էլ, որ կարծում էր իրենց օգտին է, չեղավ։ Մենք խաբվեցինք դրան։ Մեր սպասելիքները չիրականացան այդ առումով, իրենց հնարավորություն տվեց իրենց սև գործը անել։ Մենք գնահատում ենք մեր շանսերը։ Շատ մեծ էին բոլոր հարցումներով, մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ ենք, իսկ իրենք գողացան հաղթանակը, այդքան բան։ Սև գործ ասելով Կարապետյանը նկատի ունի իրենց բնորոշմամբ զանգվածային խախտումները, նախընտրական փուլում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը։ Սամվել Կարապետյանը ազատությունից զրկվեց անցած տարվա հունիսին, հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Գործարարը խոսել էր եկեղեցու պաշտպանության իր ձևով մասնակցելու մասին։ Ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Ազատությունից զրկելուց հետո ավելացրին խոշոր չափի հափշտակության հարկերից խուսափելը կազմակերպելու եւ փողերի լվացման մեղադրանքները։ Նա շարունակում է տնային կալանքի տակ մնալ։
Հերթական նիստին մասնակցող Կարապետյանին այսօր նաև հարցրինք, արդյոք չի փոշմանել քաղաքականություն մտնելու որոշման համար։ Ես ասել եմ, դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար այս օրհասական պահին, երբ ամբողջությամբ միակողմանի հանձնվողական քաղաքականություն է, համատարած աղքատություն է, ես իրավունք չունեմ ուրիշ բանի մասին մտածել, այս անգամ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման ճանապարհին։